Շնորհավորում եմ, անկեղծ ասած շատ ուրախացա, որ տեսա, որ ինձ թվում է թե զրոյական վիճակը ալնելու, բայց որ արդեն նախագծի 1/6 մասը արդեն արված է, էլի նախագծի։ Շնորհավորում եմ նաև Ներքին Չարբախի բոլոր մեր սիրելի բնակիչներին, որովհետև դա իսկապես մեծ իրադարձություն է։ Իսկապես նրա մասին է, թե ինչպես կարա արվարձանային հատվածը դառնա կենտրոն, ամենաուղիղ իմաստով։ Եվ սա լավ օրինակ է, մյուս տեղերում էլ մենք տեղանքները ընտրելիս, իհարկե ամեն տեղը իր սպეციფիկան ունի, բայց տվյալ դեպքում ես համոզված եմ, որ Երևանում առնվազն բռնցքամարտի կենտրոն դառնալու է այս կենտրոնը եւ շնորհակալ եմ պատրաստակամության համար, որովհետեւ գիտեք, թաքցնելու բան չկա։ Հիմա տեսեք, հազար ներողություն այդ բանի համար, բրենդինգը ամենակարևոր բանն է ժամանակակից աշխարհում։ Այսինքն նույն դպրոցը երկու տարբեր բրենդինգով, երկու տարբեր բացարձակապես բաներ են։ Եվ մենք հիմա այդ ճանապարհը, այդ քաղաքականությունը որդեգրում ենք, երկու խնդիր կա։ Նախ մենք իսկապես շատ կարևոր է, որ մենք մեր նվաճումների հասած մարզիկները իմանան, թե Հայաստանի Հանրապետությունը իրենց ինչքան է սիրում, սա ու ինչքան է գնահատում։ Այս մեկ։ Երկրորդը նաև ակնհայտորեն մեր երեխաները շատ են սիրում նվաճումների հասած մարզիկներին եւ Արթուր Աբրահամին մասնավորապես։ Եվ սա մեզ համար նաեւ միջոց է, որպեսզի մենք մեր երեխաներին առողջ ապրելակերպի, սպորտի եւ մարզական կյանքի հետ կարողանանք կապենք եւ համոզված եմ լիքը երեխեք միայն ձեր անվան բերումով ընտրելու են այդ ճանապարհը եւ գալու են այստեղ։ Կարող է գան այստեղ բասկետբոլ պարապեն, բայց ուրիշ ձև պարտադիր չի։ Ու շատ լավ է, որ միայն բասկետբոլի բռնցքամարտի մարզադպրոց չի եւ սպորտի զարգացման մի շատ կարեւոր հանգրվան է։ Կրկին ձեր բոլոր նվաճումների համար շնորհակալություն եւ ձեր նվաճումները եւ գիտելիքները Հայաստանի Հանրապետության երեխաների, ձեր ծննդավայրի հետ կիսելու այդ ակնհայտ պատրաստակամության համար շնորհակալ եմ մեր գործընկերներին,